Qırğızstani մայրաքաղաք Բիշկեքում մեկնարկել է ՀԱՊԿ գագաթնաժողովը նիստին մասնակցում են Ռուսաստանի, Ղազախստանի, Բելարուսի, Տաջիկստանի եւ հյուրընկալող երկրի Qırğızstani առաջնորդները։ Հայաստանի ներկայացուցիչը չի մասնակցում ՀԱՊԿ գագաթնաժողովին, սակայն Երևանը հայտնել է, որ դեմ չէ հանդիպմանը ամբողջ դաշինքին վերաբերող փաստաթղթերի ընդունմանը։ Նոյեմբերի 27-ի ժամը 8-ի դրությամբ Փրկարար ծառայության օպերատիվում համակարգված միջոցառումների շնորհիվ Դիլիջանի, Բոլորանների եւ Լեռնային Հայաստան առողջարանի մոտակա անտառային հատվածներում բռնկված հրդեհները ամբողջությամբ մեկուսացված են, կտրվի լրացուցիչ տեղեկություն։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրավիրած անվտանգության խորհրդի նիստում քննարկվել է Ադրբեջանի եւ Հայաստանի միջև խաղաղության գործընթացը։ Մեկ անգամ եւս ընդգծվել է Հարավային Կովկասում խաղաղության ու կայունության ամրապնդման ուղղված Թուրքիայի ջանքերը, ինչպես նաեւ Անկարայի ներդրումը տարածաշրջանի զարգացման գործում։ Առանց վիզայի ռեժիմի չեղարկումը կարող է դառնալ Եվրամիության ռազմավարական սխալ, հայտարարել է Վրաստանի արտաքին գործերի նախարար Մակա Բոչորիշվիլին։ Միաժամանակ նա հույս է հայտնել, որ Եվրամիությունը կփոխի իր միտքը եւ չի պատժի Վրաստանի քաղաքացիներին։